Քաղաքային բնապատկերներ կամ ինչպես հեղինակն է ասում, քաղաքանկարներ սպասումով խորագրով ցուցահանդեսում։ Նկարիչ ակվարելիստ Պետո Պողոսյանի հեղինակած ցուցահանդեսն է, նկարիչը չի հիշում որերորդ անհատական ցուցահանդեսն է, միայն մտաբերում է, դրանց թիվը հասնում է 2 տասնյակի մեր երկրում եւ դրա սահմաններից դուրս։ Պողոսյանը չի հանդուրժում անտարբերությունը, իր նկարներում էլ գտնում է անտարբերության մատնված գեղեցկությունը։ Ես վերցանում, վերլուծում եմ տեսարանը, պատկերի իրավիճակը, այս տեղեկատվական հոսքերից փորձելով դուրս բերել ամենաօբյեկտիվը մնայունը, որը որ հետո գուցե կհիշվի, ու փորձել դրա շուրջ այդ թեմայով ստեղծել գործ։ Դրանք ֆոտոների վրա են հիմնված, հիշողությունների, իրավիճակների եւ այլն։ Աշխատում է նկարչական ամենաբարդ տեխնիկաներից մեկով՝ ջրաներկով, էսքիզներին ու գծանկարներին կյանք է հաղորդում դրա միջոցով։ Ինչ-որ բան լավ անելու բավական բարդ գործ է ընդհանրապես։ Ու ջրաներկի միֆը ես տարիներ շարունակ, տասնյակ ու ավել տարի փորձում եմ եւ ստեղծել եւ քանդել միաժամանակ, որ ինքը ինչքան էլ թեթև եւ արագ նյութ լինի, այդքան էլ հիմնավոր, հիմնայուն եւ լուրջ նյութ է ու դրանով կարելի է լուրջ գործեր ստեղծել բնականաբար եւ ջրաներկը կառավարելու խնդիրը այստեղ շատ նման է նաեւ մեր առօրյա կյանքի կառավարմանը։ Շատ բաներ դու չես կարող կառավարել, ինքնաբերաբար են ստացվում, շատ տեղեր սխալվում ես, խնդիրներ են առաջանում, նույնն էլ հենց թղթի վրա ներկի հետ է։ Գյումրիում ծնված նկարիչը հիշում է, որ քաղաքանկարների հանդեպ սերը հենց այնտեղից է գալիս։ Մանկության տարիներին ընկերները չէին հասկանում իր գործերի խորությունը, ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց։ Միշտ ինձ գրավել է ու այդ քարի գույնը, քարի հոտը եւ քարի մաշկ ասվածը, որը որ ես փորձում եմ մատուցել ստանալ, այն ինչ որ դուք տեսնում եք, այդ քաղաքանկարը այնքան քաղաքի փողոցի նկարը չէ, ինչքան քաղաքի շենքերի, մարդկանց ու հիշողության կապը իրար հետ։ Ընդհանրացնելով իր գործունեությունը, Պետո Պողոսյանն ամեն դեպքում կարծում է, որ իր վրձնահարվածներն ու գույների ընտրությունն իր մասին են։ Խոստանում է, արվեստասերի հետ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։